Պարկետային կոմպակտ ջիպերի դասի ամենալավ վաճառվող մոդելներից մեկը Toyota RAV4-ը փոխարինվել է նոր մոդելով։ RAV4-ի նոր 3-րդ սերնդի համաշխարհային պրեմիերան կայացավ 2005 թվականի սեպտեմբերին Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսալոնում։ Նոր մեքենան ստացել է ավելի սոլիդ տեսք, որոշակի առնականություն և նմանվել է իր ավելի խոշոր եղբայրակիցներին Highlander-ին և 4Runner-ին։ Նոր սերնդի RAV4-ը աճել է թե երկարությամբ, թե լայնությամբ։ Մեքենայի երկարությունը նախկին մոդելի համեմատությամբ աճել է 145 մմ-ով, լայնությունը 80 մմ-ով, իսկ անիվային բազան 70 մմ-ով։ Շնորհիվ չափերի մեծացման նոր մոդելի ետնամասի օգտակար ծավալը մեծացել է 25%-ով։ Նոր սերնդի RAV4-ը ստացել է նաև բոլորովին նոր տրանսմիսիա։ Եթե նախկինում 4 տանող անիվների համակարգում կար միջդիսեռային բլոկավորող դիֆերենցիալ, ապա այժմ դրա փոխարեն էլեկտրամագնիսական մի մոդուլ է, որը կարողանում է շարժիչի մինչև 100% մոմենտը փոխանցել այս կամ այն սրնիին, կախված ճանապարհի իրավիճակից։ Էլեկտրոնային բլոկը կարողանում է ստեղծել նաև կենտրոնական դիֆերենցիալի իմիտացիա, մոմենտը բաժանելով առջևի և ետևի սրնիների միջև 55-45-ի հարաբերակցությամբ։ Նոր սերնդի RAV4-ը կարող է սարքավորվել 3 շարժիչներով։ Դրանք առաջին հերթին 2 դիզելային 4 մխոցային շարժիչներ են, 2.2 լիտր աշխատանքային ծավալով, 135 և 177 ձիաուժ հզորությամբ, որոնցով մեքենան 100 կմ/ժ արագությանը կհասնի համապատասխանաբար 10.5 և 9.3 վայրկյանների ընթացքում, իսկ առավելագույն արագությունը կկազմի համապատասխանաբար 180 և 200 կմ/ժ։ Բենզինային շարժիչների սիրահարների համար կառաջարկվի 2 լիտր աշխատանքային ծավալով շարային բենզինային շարժիչ Toyota-ի ֆիրմային գազաբաժանման ֆազերի կարգավորման VVT-i համակարգով։ Բենզինային շարժիչի հզորությունը կկազմի 152 ձիաուժ, որով մեքենան 100 կմ/ժ արագությանը կհասնի 10.2 վայրկյանում։ Ավելի ուշ Toyota RAV4-ի վրա հավանաբար կառաջարկվի նաև VAZ 6 մխոցային շարժիչ, առավել սպորտային և թանկարժեք տարբերակների համար։ Դիզելային շարժիչները առաջարկվում են 6 աստիճանով մեխանիկական, իսկ բենզինային շարժիչները 5 աստիճանով մեխանիկական կամ 4 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփերով։ Նոր սերնդի RAV4-ը ամերիկյան շուկայում կառաջարկվի ավելի երկարացված թափքով։ Նոր սերնդի RAV4-ը նոր, ավելի սոլիդ կերպարանքով, ձևափոխված շասիով և ավելի ընդարձակ սալոնով շատ ավելի պատկառելի տեսք է ստացել։ Նախկին մոդելը, որը համարվում էր շուկայի այս հատվածի առաջատարը, լավ ընդունելություն էր գտել հատկապես կին վարորդների շրջանում։ Ինչ վերաբերում է նոր մոդելին, ապա այն զերծ է նախկին մոդելի յուրահատուկ դիզայնից և շարմից, սակայն ստացել է ավելի ընդարձակ սալոն և պրակտիկ օգտագործման տեսակետից ավելի հարմար է, ուստի կարծում ենք, որ նոր սերունդը կշարունակի նախկինի բարի ավանդույթները և իր ձեռքում կպահի պարկետային թեթև ջիպերի առաջատարի տափին։